Ողջույն բոլորին, ես պատրաստել եմ փոքրիկ վիդեոների շարք նվիրված ծանոթությանը վեդաներին, վեդայական իմաստությանը կամ այլ կերպ ասած արիական իմաստությանը։ Ցավոք սրտի այդ թեմայով նյութերը հայերեն լեզվով այնքան էլ շատ չեն, չնայած որ մենք հայերս մեզ համարում ենք արիացիներ, ուստի կարծում եմ շատ տեղին ու օգտակար կլինի։ Ես Նարեկ Գևորգյանն եմ, բիզնեսմեն, մարդ, ով երկար ժամանակ ուսումնասիրում է վեդաներ, մի քանի անգամ եղել եմ Հնդկաստանում, Հիմալայներում, սովորել եմ սանսկրիտ, ուսումնասիրել եմ վեդաների տարբեր ճյուղեր ու այս թեմայով խոսելը հենց ինքս ինձ համար շատ հաճելի ու օգտակար է։ Նախ եւ առաջ սկսենք նրանից, թե ինչ են վեդաները ու ինչպես են առաջացել։ Այսօրվա վիդեոյի ժամանակ խոսելու ենք հենց այդ մասին։ Այսօր նաև թվարկելու եմ այն 10 կարևորագույն դասերը, որոնք որ մեզ սովորեցնում են վեդաները, իսկ սրանից հետո եղած 10 վիդեոներից յուրաքանչյուրում արդեն ավելի մանրամասն կդիտարկենք այդ 10 թեմաներից յուրաքանչյուրը։ Արդյունքում կունենանք ընդամենը 11 վիդեոներից բաղկացած կարճ շարք, բայց միևնույն ժամանակ ամբողջական պատկերացում կկազմենք վեդայական իմաստության մասին։ Նաև ասեմ, եթե ընթացքում հարցեր կառաջանան, կարելի է գրել մեկնաբանություններում հարցերը կամ ինձ անձնական նամակով ու ամենավերջում, եթե հարցերը շատ լինեն, միգուցե ես առանձին վիդեո կնվիրեմ զուտ հարցերին պատասխանելուն։ Նախ եւ առաջ ինչ են վեդաները։ Վեդա բառը նշանակում է գիտելիք, վիդ բառը նշանակում է նաև տեսնել։ Վեդաները դրանք որոշակի գիտելիք են, իմաստություն, որը իր մեջ պարունակում է շատ ունիկալ տեղեկատվություն ու դրա շնորհիվ կարող է պատասխանել մարդու բոլոր հարցերին ու տալ մարդուն իր բոլոր խնդիրների լուծումները։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես են առաջացել վեդաները։ Վեդաները նաև անվանում են շրուտի, ինչը բառացի թարգմանաբար նշանակում է լսված։ Վեդաները ի տարբերություն այլ գիտելիքների մարդակերտ չեն, այսինքն մարդու կողմից չեն ստեղծված, հենց այդ պատճառով էլ վեդաներն անվանում են նաև ապուրուշեյա, ոչ մարդակերտ, բայց հարց է առաջանում, եթե մարդիկ չեն ստեղծել, ապա ինչպես է ստեղծվել այդ գիտելիքը։ Վեդաներում ասում է, որ վեդաները մարդկությանը փոխանցվել է Արարչի կողմից հենց արարման պահին, այսինքն վեդաները այնքան հին են, ինչքան որ հին է այս աշխարհը, ու վեդաները փոխանցվել են մեզ մարդկությանը որպես ինստրուկցիա այս աշխարհից օգտվելու համար։ Մենք գիտենք, որ ցանկացած իր, ցանկացած սարք, ցանկացած բան, ինչը մենք խանութից գնում ենք, իր հետ ունի որոշակի ինստրուկցիա, որը պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել տվյալ իրը կամ տվյալ առարկան։ Նույն ձևով էլ մարդկությանը, ովքեր որ ապրում են այս աշխարհում, տրված է որոշակի ինստրուկցիա, որոշակի գիտելիք այն մասին, թե աշխարհում ինչ օրենքներ են գործում, որpեսզի մենք իմանալով այդ օրենքները ներդաշնակ ապրենք այդ օրենքների հետ ու գտնենք երջանիկ ապրելու բանալին ու ապրելիս չվնասենք ինքներս մեզ։ Ամենասկզբում, երբ մարդկանց հիշողությունը դեռևս բավականին լավ է եղել, մտավոր ունակությունները դեռևս լավ են եղել, վեդաները գրի առնվազն չեն եղել, ուղղակի փոխանցվել են աշակերտից, ուսուցչից աշակերտ, աշակերտը իր հերթին փոխանցել է իր աշակերտին եւ այդպես աշակերտական հաջորդականության միջոցով վեդաները փոխանցվել են, այսինքն մարդիկ կարողացել են անգիր հիշել այդ գիտելիքը։ Նույնիսկ ես Հնդկաստանում տեսել եմ մարդկանց, ում անվանում են դվիվեդի կամ տրիվեդի, այդ նշանակում մարդ, ով գիտի 2 վեդաները անգիր կամ 3 վեդաները անգիր, բայց ժամանակի հետ սրանից 5000 տարի առաջ Վյասադև անունով իմաստունը ասում է, որ գրի է արել վեդաները, հաշվի առնելով, որ մեր դարաշրջանում մարդկանց հիշողությունը ու մտավորունակությունները ավելի թույլ են լինելու, ընդհանրապես մենք հիմա ապրում ենք դարաշրջանում, որը կոչվում է Կալի յուգա, դա որոշակի դեգրադացիայի դարաշրջան է, որի ժամանակ ամեն ինչ հետընթաց է ապրում, այդ թվում նաև մարդկանց մտավոր ունակությունները ու այդ թվում նաև հիշողությունը։ Դրա համար սրանից մոտ 5000 տարի առաջ վեդաները գրի են առնվել։ Վեդաները որպես գիտելիք յուրահատուկ են մի քանի բանով, առանձնանում են մի քանի բանով։ Նախ եւ առաջ, ինչպես նշեցի, վեդաները մարդակերտ չեն, ուստի զերծ են բոլոր սխալներից։ Մենք կարող ենք տեսնել, որ ինչ որ փիլիսոփա կամ ինչ որ գիտնական, ինչ որ գիտելիք է հնարում նվիրում է աշխարհին, ինչ որ բացահայտում է անում, հետո մի քանի տարի անց կամ տասնյակ տարիներ անց գալիս է ինչ որ նոր գիտնական ու հերքում է նախկինի ասածը։ Բայց վեդաների դեպքում այդպիսի բան չենք տեսնի։ Վեդաները հնուց ի վեր, իրենց ստեղծված լինելուց ի վեր երբեք չեն ժխտվել ու չի կարելի գտնել կամ ստեղծել ինչ որ ինֆորմացիա, որը ճշմարիտ է, բայց եւ ժխտում է վեդաները, ընդհակառակը, երբ որ մարդիկ ինչ որ նոր բացահայտումներ են անում, նոր գիտելիք են ստանում, այս կամ այն երևույթի ուղղությամբ, այդ ձևով իրենք ընդհանրապես հաստատում են այն ինչ որ արդեն վեդաներում գրված է։ Վեդաները նաեւ առանձնահատուկ են նրանով, որ չունեն ինչ որ ազգային կամ կրոնական պատկանելիություն կամ էլ սահմանափակում։ Վեդաները պատկանում են, այնպես չի թե վեդաները ստեղծված են Հնդկաստանում կամ Հայաստանում կամ պատկանում են միայն
հնդկացիներին կամ հայերին, վեդաները տրված են ողջ մարդկությանը, այսինքն պատկանում են ամբողջ մարդկությանը ու ցանկացած ազգի, ցանկացած կրոնի ներկայացուցիչ կարող է կիրառել վեդաները իր կյանքում ու դրանից իր օգուտը ստանալ։ Նաև վեդաները շատ բազմազան ու համապարփակ են։ Վեդաները շոշափում են մարդու կյանքի բոլոր ոլորտները ու այդ ձևով տալիս են համապարփակ ինֆորմացիա իրականության կյանքի մասին։ Կա օրինակ Այուրվեդա, շատերին հայտնի, դա վեդայական բժշկությունն է, կա օրինակ Դհանուրվեդա, վեդայական ռազմարվեստ, կա նաև Ջյոտիշ, վեդայական աստղաբանություն եւ այլն նմանատիպ բազմաթիվ այլ ճյուղեր, ինչը վեդաները դարձնում է շատ բազմազան ու համապարփակ։ Մեկ այլ առանձնահատկությունը այն է, որ վեդաները անփոփոխ պահպանվել են, չնայած իրենց հինդ լինելուն։ Մենք կարող ենք տեսնել, որ ցանկացած գիտելիք, այդ ու նաև հոգեվոր գիտելիք ժամանակի հետ փոփոխվում է, մարդիկ ինչ-որ փոփոխություններ են մտցնում, երբեմն ի սկզբանե եղած գիտելիքը ամբողջությամբ աղավաղվում է, իրանից ոչինչ չի մնում, բայց վեդաների դեպքում օրիգինալ վեդաները անփոփոխ պահպանվել են ի շնորհիվ աշակերտական հաջորդականությանը, ուստի վեդաներում եղած գրված ցանկացած բանի կարելի է վստահել, ճիշտ ինչպես կվստահեինք օրիգինալ վեդաներին։ Վեդաները գրված են սանսկրիտ կոչվող լեզվով, որը անվանում են նաև աստվածների լեզու։ Շատ լեզվաբանների կարծիքով հենց սանսկրիտից են առաջացել մյուս բոլոր լեզուները, ու վեդաները գրված լինելով սանսկրիտով ունեն բավականին բարդ կառուցվածք, բարդ շարահյուսություն, ու ուսումնասիրելով վեդաները ցանկացած մարդ կարող է համոզվել, որ դրանք այնքան բարդ ու բազմազան գրություններ են, որ մարդը դա ուղղակի չէր կարող ստեղծել։ Վեդաները պարունակում են շատ յուրահատուկ ինֆորմացիա, որը ուրիշ ոչ մի տեղում չեն կարող գտնել։ Օրինակ վեդաները մեզ պատմում են 4 դարաշրջանների մասին, մեզ պատմում են կարմայի օրենքի մասին շատ դիպուկ, թե ինչպես է աշխատում կարման կամ ճակատագիրը։ Վեդաներում ընդհանուր միջև կան առօրյա խորհուրդներ ապրելակերպի հետ կապված, կան նաև կանխատեսումներ, որոնք գրված են վեդաներում ապառնի ժամանակով, ու դրանցից որոշները, որոնց ժամանակն արդեն եկել է, նույնիսկ իրականություն են դարձել, այսինքն այդ կանխատեսումները հաստատվել են։ Նաև վեդաների կրողները ի սկզբանե եղել են արիացիները, ինչը նույնպես շատ բան է ասում վեդաների մասին։ Կրողները եղել են մարդիկ, ովքեր ապրում են բարձր արժեքներով ու տիրապետում են բարձր գիտակցության։ Նաև մի փոքր խոսեմ վեդաների կառուցվածքի մասին։ Շրիմադ Բհագավատամում ասվում է, վեդական գրության մեջ ասվում է, որ վեդաները կազմված են 4 մասերից՝ Ռիկ, Յաջուր, Սամա եւ Աթարվա վեդաներ, ու կա նաև 5-րդ վեդա, որը կազմված է Պուրանաներից եւ Իդիհասաներից կամ այլ կերպ ասած էպոսներից, ու ասվում է, որ մեր դարաշրջանի համար ամենաակտուալ ու ամենահասանելի մասը վեդաների դա հենց էպոսներն են, մասնավորապես Մահաբհարատա էպոսը, որի էությունը շարադրված է իր մի մասում Բհագավատ Գիտայում, այսինքն Բհագավատ Գիտան դա մի փոքրիկ գիրք է, որը միևնույն ժամանակ իր մեջ պարունակում է վեդաներում եղած ամենաարժեքավոր գիտելիքը սեղմ ձևով։ Այսինքն միայն Բհագավատ Գիտայից կարելի է ստանալ ամբողջ գիտելիքը, որը կստանայինք բոլոր վեդաները ուսումնասիրելիս։ Իսկ ինչ են տալիս վեդաները մարդուն, կամ այս կուրսը լսելը ինչ կտա մարդուն։ Վեդաները նախ առաջ մարդուն օգնում են հասնել ինքնաճանաչման, հասկանալ, թե ով եմ ես, ինչ եմ հայտնվել այս աշխարհում, որն է իմ կյանքի առաքելությունը։ Նաև վեդաները օգնում են ավելի լավ հասկանալ մարդկային հոգեբանությունը, այդ թվում նաև քո սեփական հոգեբանությունը։ Օգնում են նաև որոշակի իմաստություն ձեռք բերել, կյանքին իմաստուն աչքերով նայել, բայց այդ ամենից զատ ու այդքան հին լինելուց զատ վեդաները նաև տալիս են որոշակի պրակտիկ խորհուրդներ, որոնք կարելի է առօրյայում կիրառել, ու նաև տալիս են շատ պրակտիկաներ, որոնք կարելի է ամեն օր գործածել կյանքում ու մեծ օգուտ ստանալ։ Իդեպ յոգան դա նույնպես առաջացել է վեդաներից, ու հիմա կարող ենք տեսնել, որ շատ հայտնի մարդիկ, շատ դերասաններ, երգիչներ, այլ հաջողակ մարդիկ մեծ հաջողությամբ օգտվում են, կիրառում են յոգա, մեդիտացիա, ու դրա շնորհիվ մեծ օգուտ են ստանում ու մյուսներին նույնպես խորհուրդ են տալիս։ Վերջում էլ թռուցիկ թվարկեմ այն 10 թեմաները, որոնցից կազմված է լինելու մեր փոքրիկ կուրսը, իսկ հետո արդեն գալիք 10 վիդեոներից յուրաքանչյուրում ավելի մանրամասն կդիտարկենք 10 թեմաներից յուրաքանչյուրը։ Եվ այսպես առաջին դասը, որը վեդաները մեզ սովորացնում են, դա այն է, որ մենք ինքներս ու մյուս բոլոր մարդիկ մեր էությամբ հոգևոր էակներ ենք, այսինքն մենք հոգի ենք, ով իր մարմնից տարբերվում է, ու մենք երբեք չենք մահանում, նույնիսկ մարմնի մահանալու ժամանակ մենք չենք մահանում, չենք վերջանում, այլ ուղղակի անցնում ենք հաջորդ կյանք։ Դա առաջին թեման է։ Երկրորդը, վեդաները մեզ շատ դիպուկ, շատ մանրամասն պատմում են կարմայի օրենքի մասին, այն մասին, թե ինչպես է աշխատում ճակատագիրը։ Կարճ ասած, կարմայի օրենքը ենթադրում է, որ որոշակի արարքի ու հետևանքի կապ, այսինքն ենթադրում է, որ մեր բոլոր արարքները բերում են որոշակի հետևանքների, ու հետևաբար այն ամենը, ինչ որ կյանքում մեր տեղի ունենում, դա
նախկինում մեր կատարած կարմայի հետևանքն է, լինի դա այս կյանքում նախկինում, թե նախորդ կյանքերում։ Երրորդը, վեդաները մեզ սովորեցնում են, որ մենք հիմա ապրում ենք նյութական աշխարհում, որտեղ ամեն ինչ անցողիկ ու ժամանակավոր է, նույնիսկ մեր կյանքը, բայց նաև մեզ սովորեցնում են, որ կա նաև հոգևոր աշխարհ, որտեղ տիրում է կատարյալ հավերժություն ու երջանկություն, ու հենց մեզանից է կախված, թե հաջորդ կյանքում մենք ինչ կյանք կստանանք, այդ կախված է նրանից, այդ ապագան կարելի ասել մենք կերտում ենք նրանով, թե ինչպես ենք օգտագործում մեր ներկայիս կյանքը։ Չորրորդը, վեդաները մեզ սովորեցնում են 3 գունաների կամ 3 վիբրացիաների մասին, որոնք կոչվում են սատվա, ռաջաս եւ տամաս։ Ընդհանրապես մենք եւ բոլոր մարդիկ գտնվում են այդ 3 վիբրացիաներից ինչ որ մեկի գերակա ազդեցության տակ, ու իմանալով, ճանաչելով այդ վիբրացիաները ու մեր մեջ ավելացնելով այս կամ այն վիբրացիայի, ավելի բարձր վիբրացիայի ազդեցությունը, մենք կարող ենք մեծապես բարելավել մեր ինքնազգացողությունը ու մեր կյանքի որակը։ Հինգերորդը, վեդաները նաև մեզ սովորեցնում են կարմա յոգայի արվեստը, այսինքն սովորեցնում են, թե ինչպես կարելի է ճիշտ գործել այս կյանքում, որպեսզի այն նույն գործունեությունը, որ նախկինում մեզ համար դառնում էր կարմա կուտակելու պատճառ, ինչպես անել այդ նույն գործունեությունը, մեր առօրյա աշխատանքը, մեր ընտանեկան պարտականությունները եւ այլն, այդ նույն գործունեությունն ինչպես անել, որպեսզի դա ոչ թե մեզ կապի նոր կարմայով, այլ ընդհակառակը մեզ ազատի կարմայից։ Դա կոչվում է կարմա յոգա կամ գործելու արվեստ։ Վեցերորդը, վեդաների երևի մեծագույն պարգևը մեզ դա մանտրաների մասին գիտելիքն է։ Մանտրաները դրանք որոշակի հնչյուններ են, որոնք կարելի է լսել որպես երաժշտություն, որոնք կարելի է ինքնուրույն երգել, կարելի է դրանք կրկնել աղոթքի տեսքով ու դրա շնորհիվ շատ մեծ հոգևոր առաջընթաց ապրել ու բարձրացնել գիտակցության մակարդակը։ 7-րդը, վեդաները նաև սովորեցնում են, թե որն է կյանքի գերագույն նպատակը։ Կյանքի գերագույն նպատակը դա հոգևոր ինքնաճանաչման հասնելն է, որի արդյունքում մարդը կատարյալ խաղաղության ու երջանկության է հասնում, անկախ նրանից, թե իր շուրջը ինչ իրավիճակ է տիրում։ 8-րդ վիդեոյի ժամանակ խոսելու ենք այն մասին, մարդու մտքի ու բանականության մասին, այն մասին, թե ինչի է որ երբեմն մեր ներսում մենք կարող ենք երկու ձայն լսել, որոնք հաճախ նույնիսկ կռվում են իրար հետ։ Օրինակ մենք կարող ենք ուզել ինչ-որ բան թողնել, բայց չստացվի, կամ կարող ենք ուզել ինչ-որ բան անել, բայց չստացվի, ներսից ինչ-որ ուժ լինի, որ խանգարում է։ Դրա պատասխանը մենք կստանանք 8-րդ վիդեոյի ժամանակ, երբ խոսելու ենք մարդու մտքի ու բանականության մասին, որոնք էլ հենց այդ երկու տարբեր ձայներն են։ 9-րդը, ինչ մենք սովորենք վեդաներից, դա այն է, որ Աստված ժամանակաժամանակ հայտնվում է այս աշխարհում տարբեր կերպարանքներով, տարբեր մարգարեների ու սրբերի տեսքով, ու մարդկությանը փոխանցում է հոգևոր գիտելիք, որոշակի հոգևոր ուղիներ է փոխանցում, ու այդ բոլոր արտահայտումները Աստծո կոչվում են Աստծո ավատարներ, չնայած որ Աստված մեկն է։ Եվ վերջին 10-րդ վիդեոյի շրջանակներում մենք կտեսնենք, թե ինչպես է տեղի ունենում արարումը։ Վեդաները շատ մանրամասն պատմում են, թե աշխարհն ինչպես է արարվել, ու այդ գիտելիքի շնորհիվ կկարողանանք սովորել մեր կյանքի բոլոր իրավիճակներում տեսնել Աստծո ձեռքը ու լսել Աստծո ուղղորդությունը։ Այսօր այսքանը մենք ծանոթացանք վեդաների հետ, ռոզիկ, իսկ հաջորդ 10 վիդեոներից յուրաքանչյուրում իմ նշած 10 թեմաներից յուրաքանչյուրը ավելի մանրամասն կդիտարկենք։